խնդրում եմ խոսեք որքան ընտանիք, վստահ եմ, որ տեղյակ եք թվերից, քանի ընտանիք ժողովրդի որ մասն է ստացել սերտիֆիկատ, որքանն է իրացրել եւ մնացածները ինչ խնդրի առաջ են կանգնելու 40+10 ծրագրի դադարեցումից հետո։ Շատ լավ, ուրեմն ուսումնասիրելով ծրագիրը բազմաթիվ խնդիրներ ենք վերհանել, որոնք կարելի է փաթեթավորել մի քանի խմբի մեջ։ Առաջինը հենց ձեր կողմից նշված ցածր դիմելիությունն է։ Այս պայդրությամբ ես թվերը մոտավոր եմ ասելու, այս պայդրությամբ սերտիֆիկատ հավաստագիր է ստացել արցախցի ընտանիքների շուրջ 3%։ Իսկ արդեն այդ սերտիֆիկատը իրացրել են, այսինքն բնակարան են ձեռք բերել կամ հիպոթեկի ծրագրով, այսինքն հիպոթեկային, արդեն իսկ բնակարան ունեցող ընտանիքների հիպոթեկային աջակցությունը, այդ 3% օգտվողների 0.2%, ոչ թե այդ 3-ի, այլ ընդհանուր արցախցիների 0.2%-ի շուրջ։ Դա կարծում եմ ամեն ինչ ասում է ծրագրի մասին։ Արցախում եւս մենք ծրագիր ենք իրականացնում բնակապահովման եւ արցախցիները մեր հարգելի հայրենակիցները կփաստեին, թե ինչ հերթեր էին մեր կոմիտեի դիմաց, այսինքն շահառու տեղահանված բնակարան չունեցող ընտանիքը, եթե չի դիմում բնակարանային ծրագրի, ուրեմն ծրագրի հետ ինչ-որ բան այն չէ։ Եվ 40+10 ծրագիրը դադարեցնել, պնդելով, որ դադարեցնում ենք, որպեսզի օգտվեն սերտիֆիկատներից, միանշանակ սխալ է, քանի որ այս պահին ոչ բոլոր ընտանիքները կարող են դիմել եւ սերտիֆիկատ ստանալ։ Գոնե եթե նման բան է ասվում, պետք է փուլային տարբերակով, այսինքն եթե ընտանիքի հերթը դեռ 27 թվականին է լինելու, այս պահին 40+10 աջակցության ծրագիրը դադարեցնելով դուք չեք խրախուսում նրան, որ նա գնա եւ դիմի սերտիֆիկատի համար, որովհետեւ եթե շատ ցանկանա, այդ մեկը չի կարող դիմել, նրա հերթը դեռ չի եկել։ Այսինքն այս ծրագրերը իհարկե պետք է փոխկապակցված լինեն, ոչ թե զբաղվածության հետ կապված այս ծրագիրը, այլ անմիջականորեն կապված է բնակապահովման ծրագրի հետ։ Եվ եթե դադարեցման հետ կապված խնդիրներ կան, պետք է փուլային տարբերակով զուգահեռ բարելավելով բնակարանային ծրագիրը, որպեսզի շահառու ընտանիքները ցանկանան դիմել, որովհետև նախարարությունում կան մոնիտորինգի վերահսկողության բաժին, վարչություն, որոնք կարող են այս խնդիրները ներկայացնել, իհարկե նորից եմ կրկնում, եթե տեղահանված ընտանիքը չի դիմում գործող բնակապահովման ծրագրին, ուրեմն ինչ-որ բան այնպես չէ, ինչ-որ խնդիրներ կան։ Կուզեի ձեր օրինակով խոսենք, Արցախում